Բարև ձեզ, ժողովուրդ ջան։ Մի հատ հարց եկեք ինքներդ ձեզ տվեք։ Ինչի եք մեզ լսում։ Որն է պատճառը։ Ուրիշ գործ չունեք անելու, ավելի հետաքրքիր մի աուդիո գիրք կամ մի բան չկա լսելու կամ պարզապես երաժշտություն, որ դրած մեզ եք լսում։ Օրինակ ես ինձ վերցնեմ, ինչն է ձեզ հաճելի է, որ լսում եք ինչ վատավիճակը, թե ոնց են նախկինները վերարտադրվելու, կամ ոմանց շատ հաճելի է, ոնց եմ ես խլեշիս պարապետ այդ բարակապակցությունը օգտագործում, ինչ-որ հումորի երեկո է, կամ դուք կարոտ եք, ինչին ասեմ, Կարեն Արայանի ուտոպիստական նրա այդ գաղափարներին, այնա դրա տեղը այդ հայրենասիրության մասին այդ ճառերի տեղը գնացեք Սերգեյ Էյզենշտեյնի ֆիլմերը նայեք, այդուք ընդեղ էլ կստանաք այդ հայրենասիրության այդ ուտոպիայի պորցիան։ Որն է ձեզ հետաքրքիր օրինակ ինչա լսեք թե ինչ լավն է Նիգոլը, այն մյուս բլոգերը ինչ էր Լենդրուշի մոտ, որ պետոֆիլ տերտերներ կա, Նիկոլը պայքարում է, որ սա է պետք, որ անընդհատ կարող է շաբաթ մի քանի անգամ լսեք, ինչ-որ մի տարօրինակ վերլուծաբանների բաժակնայող։ Ինչ եք լսում նույն այդ դիրիժորը, նստած, օրական կբերի ինչ-որ մարդկանց, բաժակ կնայեն, կգուշակեն, կխոսեն, բայց արդյունքում կամ նույն Էդգար ջանը նստում, Սաղոր ասում է Նիկոլը ինչ վատն է, ինչ պուպուշ է, Սամվել Կարապետյանը, կեցե Սամվել Կարապետյանը, դուք չեք հոգնել այս միանման, այս միաբովանդակ այդ հիմարությունները լսելուց, դուք լսում եք մեզ, որտև դուք չեք վստահում ժողովուրդ, պաշտոնական լրահոսին, որտև պաշտոնական լրահոսը իշխանական կամ իշխանամետ այդ ալիքները նրանք հասցրեցին երկիր այսօրվան եւ պարզապես դուք փորձում եք շատերդ հույս ունեք որ մեր միջոցով կձևավորվեր այդ այլընտրանքային հարթակը որի մեջ մեծ հենց ամագ ունեցավ հենց Վարդան Ղուկասյանն է իր եթերներով իր այդ դաշտ դուրս գալով էլի որ կկարողանանք կստացվի ձևավորել նոր իշխանություն այս արդարությունը կհաղթի կպատժվեն մեղավորները թե նախկին թե ներկա այս սա է ձեր նպատակը որ դուք մեզ այսքան լսում եք որտեվ միգուցե մենք կարողանանք մեր ժողովրդից դուրս եկած մարդկանց միջոցով կարողա ստացվեր այդ շախմատի տախտակը շուռ տալ այդ թե ինչի եք դուք մեզ լսում հարգելիներս սա է նպատակը որ վերջապես դուք այսքան տարի Ես օրինակ քիչ եմ ես եթերների մեջ էլի, ես այս 2 տարուց նոր 2 տարի մի քանի ամիս կլերանը, բայց ոմանք պատերազմի հենց ավարտից հետո այդ պատերազմից հետո դուրս եկան համացանց, հայտնվեցին ու դուք նրանց մեջ տեսաք այդ հույսը։ Բայց արդյունքում այսօր մենք որտեղ ենք կանգնել, մենք նույն կետում ենք, որտեղ ենք 2020 թվականին։ Կա նախկին այդ աղբը եւ կա ներկա այդ կապիտուլյացիոն քաղաքականություն վարող այս իշխանությունը հասկանում եք մենք ոչինչի չհասանք ես հիմա ուզում եմ պատասխանեմ հենց այդ իմ անցած այդ հաղորդումներին էլի որ օրինակ ով է Վարդան Հակոբյանը որն էր նրա առաքելությունը Եվ ինչու ես ոչ մեկին այս համացանցում որ կան, ես համոզվեցի մի բանի մեջ, որ նրանք պարզապես զբաղացրեցին ձեզ այսքան տարի, որ չձևավորվի ռեալ, այլ երրորդ ուժը, որ լինի այլընտրանք Նիկոլին, այս ներկայիս եւ նախկիններին, չձևավորվեց Ես հիմա ավելի շատ կկենտրոնանամ հենց Վարդան Հակոբյանի վրա, որտեվ դա մի կատարյալ վիժվածք է մեծամիտ, որտեվ ես իմ վերանշած շատ մարդկանց հետ շփում ունեցել եմ, ես ունեցել եմ ռացիոնալ առաջարկներ,
Առաջարկներ, որոնցով դիմել եմ համ Վարդան Ղուկասյանի թիմին, նա բանավանդ բռնվելուց հետո, կապի մեջ եմ եղել համ Անի Զախարյանի հետ, հետո բանի հետ, Լևոն Բաղդասարյանի հետ։ Ես կապի մեջ եմ եղել համարյա բոլոր այսին վերոհիշած այդ բլոգերներից, ովքեր համացանցում այդ ակտիվ են, բացի, տեսեք, դիրիժորից եւ բանից են Վիլիկա Արմենիա Արսեն։ Նայեք, դուք ինձ գրում եք, ինչի դու չես այդքանը իր հետ խոսացել։ Իսկ ով ասեց, որ ես չեմ փորձել խոսել, առաջարկել։ Հիշում եք, արյան երթվյալների գաղափարը, ես հələ ամռանը դա առաջ քաշեցի, որ եկեք քաղաքական գործիչներին փորձենք միավորել։ Ես ինքս հանդես եմ եկել ոչ թե խոսալով, տեսեք, ես խոսալս շաբաթվա մեջ 2 անգամ ինչ-որ մի կարճ բան ձայնագրեմ, բայց ավելի շատ ես երեկոներ հնարավոր է խոսա ինչ-որ մարդկանց հետ, գործիչների հետ, պարզապես նրանց բերնի համը հասկանալու։ Ես նույն առաջարկով դիմել եմ հենց Վարդան Հակոբյանին, նամակ եմ գրել։ Ընդհանուր ծանոթներ եղել են, որ Վարդան Հակոբյանին փոխանցել են իմ կոորդինատները, որ նա ինձ հետ կապնվի, բայց ոչ։ Այդպես էլ նա չկապնվեց։ Դրա համար ես իր նկատմամբ ահավոր ռադիկալ եմ տրամադրված։ Որտեվ իր նպատակը նա էր, որ ձեզ զբաղացներ, ինչպես եւ մնացածինը, բոլորինը։ Ես ուրիշների անուն չեմ տա, տեսեք, նույն Կարեն Արայանը, Էդգար ջանը, նույն Գյումրիից Արթուր Ադամյանը, ես այդ մարդկանց հետ խոսացել ենք, շփվել ենք, բայց իրանք միշտ այս առաջարկները մերժել են։ Գիտեք, ես ռացիոնալ առաջարկ արեցի տղաներին, երբ որ երրորդ ուժի հետ արյան երթվյալների այդ ուժը չկարողացավ ձևավորվել, էլի չստացվեց, դե որտեվ աջակցություն չստացավ ոչ wokից։ Ոչ ոք չաջակցեց, վերոհիշյալ տղաներից, տեսեք, որ արա մենք ընտրենք այդ ուժը, մենք ձևավորենք, որտեվ տեսեք, համացանցը եւ ինֆորմացիոն դաշտը կիսված է նախկինների եւ ներկաների միջև։ Եվ ինչպես այդ Եվրոպայից եւ Միացյալ Նահանգներից եկող գրանտներով գործող լրատվական հարթակներ էլի։ Մարդիկ, ձեզ այդ բոլորը ինձանից լավ գիտեք, որ եթե եւ ձևավորվի ինչ-որ մի նորմալ ուժ, այդ ուժը չեր ունենալու հարթակ։ Պարզապես նախկինը եւ ներկան իր պրոքսի գործիչների հետ միասին տեղ չեր տա այդ նոր ուժին, որ նրանք շփվեին ձեր հետ, իրենց գաղափարները բերեին։ Ես այս առաջարկն արեցի հենց այդ բլոգերների ցանցին, ես նույնիսկ ձեռք մեկնեցի Գագիկ Թադևոսյանին, որ ում հետ ես ունեցել եմ միակ այդ մարդը, ում հետ ես ընթանում ունեի, ասեցի մենք պետք է համերաշխության իրար քայլ գնանք, իրար ընթառաջ, որ փորձենք միավորել այդ ռեսուրսը, որ կա համացանցում ձեր տղաներ, համ Կարենին եմ ասել, համ Էդգարին, համ Ադամյանին, համ այն Լենդրուշին եմ ուղարկել ձայնային, էլ չեմ խոսացել, ու այս նույնը Գագիկ Թադևոսյանին, Վարդան Հակոբյանին, ասել եմ տղաներ, ձեր ռեսուրսը, որ գումարվի, բոլորիդ նպատակը դա է արդյունքում։ Այս գիտեք, արժանապատվության մեր վերականգնումը, նորմալ իշխանություն ձևավորելը, դե եկեք իրար հետ, դա կդառնա ահավոր մի ահռելի մի ռեսուրս, որ գումարվեր ձեր այդ ամբողջ այդ ռեսուրսը իրար հետ, դա 500,000-ը գերազանցող ինչ-որ մի ուժ կդառնար, 4-րդ իշխանություն սենց ասած, այդ պրեսանա դա։ Ես այս հարցով դիմեցի բոլորին, ես հիմա չեմ քննադատի ոչ Կարեն Արայանին, ոչ Էդգար ջանին, ոչ Արթուր Ադամյանին, ես իրենց հետ խոսացել եմ, դա մեր ներքին խոսակցությունն է եղել, ես չեմ բարձրաձայնի, բայց եթե իրենք ունեն այդքան խիզախություն, թող ինձ հրավիրեն ուղիղ եթերի, մենք բանակցենք, այդ նույն հարցերի պատասխանը իրանք բարձրաձայն ձեզ տան, ինչի են հրաժարվել, դրա տրամաբանությունը որն էր, իմ առաջարկի մեջ կար շատ մեծ տրամաբանություն, որ պետք է ժողովրդի հավատը վերականգնվի,
պետք է ժողովուրդը հավատա այդ ուժին, այդ նոր ձևավորվող այդ երազանքին, որ մենք կարող ենք ունենալ նորմալ երկիր։ Ես սրանից շատ եմ խոսացել, ոմանք ինձ ովքեր վաղուց են հետևում, գիտեն, լսել են։ Բայց ոչ, տեսեք, չեղավ արձագանք, դրա համար ես նրանց չեմ քննադատի, որտեվ այդ մարդիկ պատիվ են արել, հեռախոս են բարձրացել եւ խոսացել։ Բայց հիմա ձեռնոց եմ նետում իրանց բոլորին։ Ինչու դուք զանգեք, օրինակ, եթե պետք է, ու իմ հետ ուղիղ բանակցեք, ուղիղ խոսացեք, ձայնագրեք, թե ինչի հրաժարվեցիք, ինչի եք դուք մարդկանց գցում մոլորության մեջ։ Ես ձեզ հիմա ուղիղ տեքստով մեղադրում եմ, պարոնայք։ Կանչեք, զանգեք, ասեք, ես հեռախոսիս համարները կա, ինչի ես մեզ մեղադրում, արի ապացուցիր խոսքերից դուր աչոտ, ոնց որ հայրեն շատերը սիրում են ասել։ Բայց ես գիտեմ, դուք այդ քայլին չեք գնա, որտեվ դուք իմ հետ իմ զրույցներում տեսել եք իմ ինտելեկտի մակարդակը ու հասկացել եք, որ ես իսկապես անկախ եմ։ Ես չունեմ ոչ մի, ասենց ասած, կողմից լծակներ, որ իմ վրա ազդեն։ Հասկանում եք, ժողովուրդ ջան, դրա համար իրենք ինձ հետ չեն խոսում։ Դրա համար Վարդան Հակոբյանին բոլոր կոչերը թողեց անպատասխան։ Մարդ կար իր հենց ծանոթ ասեց, ես քո համարը կփոխանցեմ, ինչ որ ասելա կզանգեմ, թե ինչ, ու տենց է չեղավ էլ զանգ։ Երբ առաջարկում են երրորդ ուժի այդ գաղափար, մենք բոլորս կենտրոնանում ենք վարչապետի կերպարի վրա։ Բայց երկրի համար մեկ դեմքը դա պրեզիդենտն է, որ կարող է հանգցնի համ վարչապետի լույսը, համ ծերի ազգային ժողովը։ Ես ասել եմ տղաներին, ասում եմ, լսեք, մենք պետք է կայացած պրեզիդենտ ունենանք, որ ոչ մեկի տակը չծալվի։ Ես ունեմ տենց մարդու, ես առաջարկել եմ, նրանք գիտեն նրա անունը ու ազգանունը։ Որովհետև այդ մարդը երբեք իր անունը, իր պատիվը գետնին չէր գցի։ Հիմա շատերը ասում եք, հետաքրքիր է, այդ ով է, որ չգիտենք։ Օրը կգա կիմանաք։ Ես այնպես չի, որ ինչ երազ տեսնում եմ, զանգում եմ, ասում եմ, Համլետ Ղուշյան, երազ եմ տեսել, արի գամ պատմեմ, ասում է, հարի պատմի։ Համլետ Ղուշյանը ինձ խոստացա, որ կբարձրացնի այդ հարցը իր հենց հյուրերի մոտ Միացյալ Նահանգների դեսպանատան դիմաց այդ բողոքի ակցիան կատարելու։ Համլետ Ղուշյան, ձեզ եմ դիմում։ Դուք ձեր տված խոսքը չպահեցիք։ Դուք չտվեցիք այդ հարցը ձեր մոտ եկող մյուս հյուրերին։ Դուք ինքներդ ինձ հետ համաձայնվեցիք, պարոն Ղուշյան, որ ես ճիշտ եմ ասում, մենք ցույց տանք, որ մենք դեմ ենք, ժողովուրդը դեմ է, որ մեր իշխանությունն էլ ունենա խոսելու տեղ վաղը, Միացյալ Նահանգներ լինի, թե Ռուսաստան, թե ով լինի, որ ժողովուրդը դեմ է այդ 26%-ին։ Գնայք այդ բողոքի մի փոքր ակցիա անցկացնեիք J.D. Vance-ին գալուն առաջ։ Համլետ Ղուշյանը ողջունեց իմ առաջարկը շատ, բայց ոչ մեկի մոտ այդ հարցը չբարձրացրեց։ Ու չասեց Կոստանդին, արի քեզ տամ հարթակ, արի 20 րոպե իրար հետ խոսենք, այդ հարցերը բարձրացրու դու իմ եթերով, որտեվ հասկացեք, ձեզ խաբում են մարդիկ, ձեզ էփեցին նրա համար, որ այս 5 տարի դուք զբաղվեք, իսկ նախկին ներկա այդ սիմբիոզում գործող այս վիժվածք, այդ քաղաքական այդ մարմինը վերարտադրվի։ Տեսեք ովքեր են կրկին դաշնակներ, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, պարզապես Սամվել Կարապետյանն է հայտնվել բարի եւ չար այս բաների ուժերի արանքում էլի։ Իրենց խաղադրույք անելով հավատքի, բանի, եկեղեցու այդ խավարամիտ միջնադարյան գաղափարների եւ արժեքների վրա։ Այս է պատճառը, որ Վարդան Հակոբյան իմ հետ չխոսաց։ Նրանց պետք չի եղել երբեք նորմալ Հայաստան, նորմալ իշխանություն ձևավորել, որտեվ եկեք անկեղծ լինենք, որ դուք ասում եք, էլի, ես ասեցի, Վարդան Հակոբյանի մի հատ նայեք, ոնց կայացավ։ Դա Բևերի պրոքսին էր, Բևերի լրատվական ինչ-որ մի հարթակներ, որ ձևավորեց հենց Վարդան Հակոբյանը։ Նրանց ցույցերն էր բանանում։
ովքեր են նրա մոտի այդ հյուրերը, որ ինձ ասում եք ինքը չի ասել ամերիկան բազաներ բերեն կամ բան։ Գուցե դուք հենց հետ գնացեք Բևերի այդ Վարդան Հակոբյանի այդ ձեր մյուս հարցին եմ պատասխանում։ Մի տարի առաջվա եթերները, մինչև Տրամպի ընտրվելը։ Դուք տեսեք ովքեր են իր մոտ հյուրեր։ Այն Վարուժան Ավետիսյան, Ժիրայր Սեֆիլյան, Արա Պապյանը, նրանք են սաղոր մոտը գալիս։ Ամերիկյան հովանոցից խոսում, ամերիկյան երաշխիքներից։ Այս ձեր ուղեղը շատ կարճ է։ Ով էր իր մոտ գալիս, են Տիգրան Ավագյան, ուկրաինական ինչ-որ փորձագետ, Ուկրաինան փուրը տվեց, բայց նրա մոտ անընդհատ գալիս է շաբաթը մեկ։ Ու ինչի հասանք, հասկանում եք, այս նույն թեզերը իրանք տարածում են, որ Միացյալ Նահանգները մեր միակ երաշխիքը կարող է լինեն գնանք Իսրայելի ճանապարհով, ունենանք դաշինք, ինչպես Իսրայելը ունի, ՆԱՏՕ մեզ կարող է չընդունեն, կան երկրներ, որ չեն համաձայնվի, մեկ հենց Թուրքիան, պետք է նրանք էլ ձեր այդ վերլուծությունները մոռացել եք, ժողովուրդ։ Դուք կարող եք հավի հիշողություն ունեք, հիշում եք վերջի 3 հաղորդումը։ Բայց որ դրանից առաջ եղել է 1000 հատ հաղորդում, թե ինչ էշությունները Վարդան Հակոբյանը դուս տվել, այս ամեն ինչը մոռացել եք։ Մոռացել եք, որ այն ինչ էր Վահե Գասպարյան, իր բաններ այնտեղ պարապեր մնում գալի իրար հետ խոսում են, այդ նույն խորը անասունն է, որ հայտարարում էր, որ J.D. Vance-ը հայ է։ Հիշեցիք այդ անասունին, հա։ Опять, էլի Բևերի այդ Բևերազգի ինդիվիդա։ Ու այս մարդկանց հետ նրանք ձեր ուղեղները լվացան, հասցրեցին այսօրվան։ Իսկ երբ ես իրանց զանգում եմ ու ես առաջարկ եմ անում, լսեք, ես ոչ մեկի չեմ հավատում, ոչ մի գործի չի։ Առաջարկեցի, ասեցի, արյան երթում տվեք, արյունով երթվեք, որ չեք խաբել ժողովրդին, ձևավորեք մի հատ ուժ, որտեղ չի լինի մեկ փրկիչ, տեսեք այդ մեկ փրկիչի գաղափարը, ուժ որտեղ կլինի լավ պաշտպանության նախարար, առողջապահության նախարար, ինչ համար են ես զանգել խոսում էի հենց Հայկ Մանասյանի հետ, լինի լավ, կսենք վարչապետ, լինի կայացած պրեզիդենտի տեխնացու, որ այդ ուժը կդնի պրեզիդենտ, որը ոչ մեկի տակը չի ծալվի, այլ ձևի պինդ մարդ։ Արել եմ այս առաջարկները, խոսացել եմ, բայց տեսեք, Վարդան Հակոբյանին դա հետաքրքիր չէր, որ չգովազդենք մեկ հոգու ընդեղ, ինչ էր անունը, Գուրգեն Սիմոնյան, գալիս է, ծափիկ։ Մենք թիմ պետք է ձևավորենք, մենք մեր ռեսուրսները պետք է հետո գումարևեր իրար, մեր հնարավորությունները, բայց տեսեք, իրենք այս առաջարկները թողեցին անպատասխան, ընդհանրապես ոչ մեկ վերոհիշյալս մարդկանցից, այդքան որ ասեցի, Կարեն Արայան, Էդգար ջան, Վարդան Հակոբյան, այնտեղ Գլամուր, Գագիկ Թադևոսյան, այնտեղ Արտուր Ադամյան Գյումրիից, այսքան մարդկանց որ ասում եմ, ոչ մեկ այդ առաջարկը նույնիսկ չխոսած։ Բայց տեսեք, եկան մի քանի շարլատաններ, առաջինը հայտնվեցին հենց Վարդան Հակոբյանի մոտ, դեմ ենք բոլորին շարժումը, տեսեք, հայկական մուտիլովկա, որ մոլորված մարդը գնա ասի բոլորին դեմ եմ, ձայնը տա ինչ-որ մի հատ շարժման, բայց հարց, տեսեք, ամենակարևորը, քրիտիկական մտածելակերպը, որ մեր ժողովրդի մեջ չկա, ժողովուրդ, այդ ովքեր սկսեցին PR-ել, հենց բանը, այդ նոր դեմ են բոլորին շարժումը, սկսեց հենց Վարդան Հակոբյանը, ինչքան, տեսեք, մութ մարդիկ կան, որոնք արդյունքում կրկին Նիկոլ Փաշինյանի քաղաքականության կողմնակիցն են, բայց Նիկոլին դեմ են, ինչ-որ փոքր բաներով, բոլոր այս ալիքները սկսեցին խոսել բանից, դեմ եմ բոլորին շարժումից, ինչ-որ Տեսնում ես են Վահագնի որդի Դավիթը, որ Վարդան Ղուկասյանի անունը չեր էլ տալիս ամիսներով, տարիներով, այդ տղեն ուներ ամենամեծ հարթակը։ Մեկը տեսար սկսում է խոսել բանից, ինչ էր անունը, այդ դեմ են բոլորին շարժումից, տեսեք, ոնց են լվանում մարդկանց ուղեղը, քրիտիկական մտածելակերպը սա է, դուք տեսեք, այդ եվրոպական գրանտներով ձևավորված այդ լրատվական դաշտն է առաջ բրդում, թե
Օրինակ սաթիկ մաթիկ դա էլ սերժադաշնակական դաշտն է, էլի սենց։ Մենք դուք արդեն գիտեք ով ումա պատկանում, էլի։ Դուք տեսեք Վարդան Հակոբյանը սկսեց դրանց հիմարությունները առաջ տանել։ Գնանք afերից ձևով բան գրենք, որ մոլորվա ստատիա, պապիա ինչ որ մեկը գա, ասի սաղին դեմեմ, սրա դեմը դնեմ։ Վերջում նա էլ մտնի ազգային ժողով, պետք եղած ժամանակ մանդատները հավաքի ու պետք եղած ժամանակ ասում եմ, սրանք բոլորն էլ միավորվելու են Նիկոլի հետ։ Սրանք չեն միավորվելու Քոչարյանի հետ կամ Սամվել Կարապետյանի միանշանակ։ Սրանց այդ ալիքները, որով իրանք աճեցին, դրա այդ նույն ալիքներն են, որոնք ձևավորվեցին այդ արևմտյան գրանտների ու այդ այն որ ազատության ձայն կար, բան կար, որ Տրամպը փակեց այդ ֆինանսավորմամբ, աճած նույն նոյան տապան ու էլի մնացած։ Դրանք բոլորը այդ փողերով գոյատևող ալիքներ են։ Երևի հիշեցիք են բանը, Renews-ը, որ սարքեց, ստեղծեց այդ տղեն Դավիթը Վահագնի որդին։ Տեսեք մի պահ նա փորձեց անկախություն ձեռք բերել, խոսեց ադրբեջանցի լրագրողի հետ ու հիշատակեց Արցախ անունը։ Մյուս օրը նրա ֆինանսավորումը փակվեց եւ նա իր այդ աշխատողներին բոլորին գործից հանեց։ Մի գիշերվա մեջ։ Հասկանում եք, իշխանական այդ փողը որ գալիս էր, ինքը ինչ որ միտեղ այդ իշխանական այդ ասեղից ընկավ ու միանգամից իր ալիքը փակեցին։ Renews Վահագնի որդի Դավիթի այդ ալիքը։ Հասկանում եք, մեր մոտ չկա արդար լրատվություն։ Իսկ հիմա Դավիթը տեսեք, միանգամից փորձեցին ասենք, ասեն, կարող է կուտեն Նիկոլին Պատմոգագա այդ դեմենք բոլորին շարժումը։ Նայում ես ովքեր են անհայտ բնությանը մարդիկ ինչ որ։ Դե հիմա ասեք, ժողովուրդ ջան, ես սխալ եմ վերլուծում իրավիճակը։ Իսկ ես իմ առաջի օրվանից իմ ալիքի վրա գրեցի ստապ դատողություն, ես չեմ գրել, ես ասել եմ, ես պայքարելու եմ ստի, կեղծիքի, մանիպուլյացիայի դեմ։ Մենք որտեվ ժողովուրդը հոգնել է, բառից բուն իմաստով, ձեզ մի բան ասեմ, այս մեզ հետևողները որքան այսքան, այս մարդկանց մի մասը ապրում է արտասահման։ Տեսեք, մեր ահռելի միլիոնավոր մենք ժողովուրդ կա հենց Հայաստանում ապրող, ովքեր կորցրել են իրենց վստահությունն ու հավատքը ստել լսելով։ Հասկանում եք, դրա համար, եթե մենք ուզում էինք, տեսեք, նորմալ իշխանություն ձևավորեինք այդ երազանքը, որ կար, առաջինը մենք պետք է մեր մեջից փոխվենք, հասկացեք, լավից վատ փոխված արժեհամակարգը փոխած հասարակությունը կկարողանար ճիշտ ընտրություն կատարել։ Բայց ինչպես տեսնում ենք, այդ ամեն ինչը չի լինում, որտեվ այսպես պառակտվեց հենց հասարակությունը, այսպիսի լրատվականներ, որ պարզապես մարդկանց փորձեց խաբեցին, դուք սա կհամոզվեք ասածներից մեջ, հունիսի 8-ի ընտրությունների մյուս օրը, որ կրկին կվերարտադրվի այս նույն ազգային ժողովը, մի փոքր ինչ որ տոկոսային տարբերություններով։ Ու սա կլինի այն, որ այս 5 տարի, 6 տարի պատերազմից հետո այս մարդիկ ձեզ զբաղացրեցին, որ բերեն հասցնեն այսօրվան։ Վերջում էլ Վարդան Ղուկասյանին, որ ձերբակալեցին, ասեմ, բոլորի լսարանը 30%-ով աճեց։ Ես ինքս անկեղծ լինեմ, երբ որ Վարդանին վերաբերված 2-3 հաղորդում եղավ, որ այդ փաստաբանի հետ է ես խոսացել միգրացիոն գործերով, իմ լսարանը մոտ 30%-ով աճեց։ Իսկ դուք պատկերացրեք, այդ Վարդան Հակոբյան բան, այդ մնացածին ոչ մեկ այդքան չէր հետևում։ 8-9 հազար, 10 հազար հոգի մարդ էր նայում։ Բայց Վարդան Ղուկասյանի այդ բանը ալիքը բռնեցին բռնվելու, սկսեցին ամեն օր ընդհանրապես բան չէին խոսում, Վարդան Ղուկասյանի նկարը դնում են, արդեն նրանց մոտ դիտումներ էր արդեն գնում։ Մարդիկ ուզում են տեսնեն, գոնե ասում է կարող է վերջին րոպեին մի լավ բան ասի մեր Վարդանի մասին։ Բայց նրանք պարզապես ավելի լավ եղավ, Վարդանը բռնվեց, իրանք սկսեցին ձեր հետ խոսել, թե չէ, երբ որ Վարդանի եթերները կար, նրանց ոչ մեկ չէր լսում։ Ով էր լսում։ Բոլորը լսում էին Վարդանի բացահայտումները կամ բանը։ Դրա համար ես շատ բանում մեղադրում եմ հենց Վարդան Ղուկասյանին էլ ու նրա թիմակիցներին էլ։ Ես կապի դուրս եմ եկել, ես
Անի Զախարյանի, անի Խուդավերդյանի հետ շատ ենք խոսացել, որ միավորվեն այս տղաների հետ, ինքն էլ Կոչանի, նույն այդ բլոգերներին, Վարդանակում, որ եկեք միավորվեք, եթե Վարդանի ձայնը, մի հոգու ձայնը կտրեցին, թող 5 ձայն ավելանա։ Հասկանում եք, որ մենք իսկապես ճիշտ աշխատանքի ճիշտ ուղի բռնենք, որ բերենք իշխանության արժանի մի ուժի։ Եթե եւ չստացվեր, տեսեք իշխանությունը փորձեր կեղծել, հավատացեք, այդ դեպքում 100,000-ավոր մարդիկ դուրս կգային փողոց, եթե մենք ճիշտ այս ամեն ինչը անենք։ Ես առաջարկում եմ տղաներին, իրար հետ նստեք, բոլորը 5 հոգի եք, 6 հոգի եք, ինչ որ չաթ կազմակերպեք, ինչ որ WhatsApp-ով, բանով, խմբակային իրար հետ խոսացեք, պայմանավորվեք, ձեր ծրագրերը կազմեք, բայց տեսեք բոլորը հրաժարվեցին, Կարեն Արայանը հրաժարվեց, Էդգար ջանը հրաժարվեց, Արթուր Ադամյանը հրաժարվեց, Գագիկ Թադևոսյանը հրաժարվեց, Վարդան Հակոբյանը հրաժարվեց, ոչ մի պատասխան չտվեց, Լենդրոշը հրաժարվեց, իսկ ես այդքանից հետո ոնց կարող եմ այս մարդկանց նկատմամբ ասեմ, այս մարդիկ հայրենասեր են, այս մարդիկ պարզապես հայրենասերի դիմակի հետևը պահկված, ինչ որ պրոպագանդիստներ են, ուրիշ ոչ մի բան, եթե լցնող, մարդկանց բաղացնող, որ նախկին եւ ներկա այս երկու իշխանությունները իրենց ծև գործ անեն։ Հուսով եմ ես ձեր բոլորի հարցերին կարողացա արգումենտավորված պատասխան տամ, արգելիներս։ Հենց որ հիմա գրեք ձեր կարծիքը, իսկ ես պարզապես մենակ եմ, միայնակ եմ, բայց լավը դա է, որ ես չունեմ ոչ մի տեր, ու ես այսօր ոնց ուզում ես խոսում եմ, ում ասես կարողանում եմ թիրախավորեմ, ու կգա ժամանակը, դուք կգնահատեք, ժամանակ է պետք դրան, իսկ հիշեք, այս ընտրություններով չի ավարտվելու, հակառակը սկսվելու է, նոր էտապ, շնորհակալություն։